կարծես մենք ոչ իհարկե ոչ ունեցած խոստովանենք, որ այդպես է, ոչ երբ ունեինք լուր ունեինք ունեցածից, ոչ կորցնելուց հետո իմացանք ինչ կորցրինք։ Եվ դրա համար չենք խոսում կորցրածից։ Տեսեք փողզիջումներից են խոսում։ Փողզիջումը հանձինս Հյուսիսային Արցախի ի վնաս մեզ արդեն կայացած է։ Այսինքն երբ որ տեսեք թուրքերը իրենց կորցրած շրջաններից ամբողջ աշխարհը բորում են եւ ուղղակի աշխարհին նույնիսկ Շուշիից են խոսում, իսկ մենք այս Հյուսիսային Արցախ մի հսկայական երկրամաս ենք կորցրել, լուրջ չենք խոսում այդ մասին, ընդհանրապես մենք ուղղակի խաչ ենք քաշել, ձեռքներ ծալել ենք, մենք կարծես անելիք չունենք։ Մենք անելիք ունենք մեր հայության բոլոր հատվածների ուղղությամբ, լինի մահմեդական, ինչ աղանդի ուզում է լինի, եթե նա հայ է, մենք անելիք ունենք, պարտավորվածություն ունենք։ Լավորից չէ, որ մահմեդական է դարձել, բայց իրավունք չունենք ուղղակի անտեսենք նրանց գոյությունը։ Հիմա ասում ենք Շիրազը գրում էր, տեսնեմ անին ու նոր մեռնեմ։ Մեր համար տես անին տեսնելը գնալ է անիում ման գալ։ Ինչ հրաշք էր, չէ, ինչ հրաշք է այսօր։ Եղբայր, այդ անին մեր սահմաններում էր, հա? Ո՞ր թվերին։ Մինչև 20 թիվը։ Մինչև 20 թիվը։ Այդ ինչ արեցինք մենք այդ անի հետ, այդ ինչ վերաբերմունք էր դրա։ Ինչ ենք անում հիմա անի հետ։ Ինչ ենք անում հիմա ընդհանրապես։ Ուրեմն հարցը հետևյալն է։ Որ պայթեցումներով շահագործում ենք անի դեմ դիմաց գտնվող քայհանքը եւ վնասելով անին եւ թուրքերը աշխարհով մեկ բողոքում են հայերից, որ պայթեցումների պատճառով անիի շենքերը վթարվում են 16-17 թվականներին Նիկողայոս Մարը արգելել էր որսորդական հրացանով քաղաքատեղի տարածքում մեկ որսանել ուրեմն կրակոց, որտեղ ձայնը վնաս է։ Իսկ հիմա այնտեղ անի պեմզայում պայթեցնում են հանքերը, մենք ենք պայթեցնում եւ այդ վնասում ենք այդ հուշարձանները, որոնք մեր հուշարձաններն են։ Շատ լավ,